Ողջույն հայրենակիցներ, Լոս Անջելեսի Alpha News-ի տաղավարում այսօր զրուցում եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Ողջույն, պարոն Նազարյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Եվ այսօր մենք իհարկե խոսելու ենք ազգությամբ թուրք ամերիկացի պաշտոնյա դոկտոր Օզի այսպես արկածների մասին, հայկական համայնքի դեմ այդ արշավի մասին, բայց մինչ այդ ուզում եմ ամենավերջին թարմ ուրեմն որոշ իրադարձությունների մասին հարցնել ձեզ։ Ինչպես ասում են, իրանական այդ պատերազմի արձագանքները նաև Լոս Անջելեսին երեք լսվեցին, FBI-ը հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել էր լոկալ, այսպես Լոս Անջելեսի եւ Կալիֆոռնիայի կարծես թե իրավապահ մարմիններին հնարավոր դրոների հարձակման մասին, ինչ նորություն կա, ինչ կարող եք ասել այդ մասին, արդյոք դրանք հավանական են եւ վտանգ կա այդպիսի։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ եւ երկար ժամանակ այլ է որ արիթը չենք ունեցել խոսենք Արթուր ջան, անչափ շնորհակալ եմ որ ինձ նորից հրավիրեցիր։ Գիտես զգուշ պատասխանել պետք է, որովհետև ոչ ուզում ես շատ վախեցնես բնակիչներին, բայց նույն ժամանակ կրվի ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք, որ եթե մենք հարված ենք տալու, պետք է սպասենք, որ հարվածել կարող ենք հետ ստանանք։ Դրա համար պետք է միշտ զգուշ լինենք եւ լսենք եւ տեսնենք ինչ քայլեր պետք է առնենք, որ մենք մեզի ապահով պահենք, բայց դժվար է այս վտանգի քանակը իրականից հասկանալ կամ զգալ։ Ես հիմա չեմ կարող ձեզի ինչ որ FBI-ը ասելա, միայն այդ եմ կարող կրկնաբար ասեմ, որ պետք է զգուշ լինենք եւ պետք է vigilant լինենք։ Քաղաքային իշխանությունները ամեն դեպքում զգոն են։ Քաղաքային իշխանությունը միշտ զգուշ է, միշտ երբ որ կռիվ է սկսում, միշտ երբ որ հարված է լինում, միշտ երբ որ թերորիստական ահաբեկչական խնդիր է լինում աշխարհի որ անկյունը, մենք արդեն ստեղ միշտ քայլեր ենք վերցնում, որ ապահով պահենք, չմոռանանք մեծ հայ քանակ ունենք, մեծ հրեական քանակ ունենք, մեծ մուսուլման քանակ ունենք, ինչ կերպով որ ահաբեկչական խնդիրներ է առաջանում, միշտ այդ նախորոք քայլերն ենք վերցնում, որ ոստիկանությունը ավելի երթա եւ եկեղեցիները, սինագոգները, մոսկերը ամենը ավելի ուշադրություն դարձնեն, ավելի ներկայություն կազմակերպություն ունենան եւ ցույց տան եւ միշտ պատրաստ ավելի լինենք, որ եթե հանգարց մի բան լինում է, վարկյանական կարողանանք շեղենք մեր քայլերը։ Ես որքան հասկանում եմ, խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ Իրանը այնտեղից կարող է դրոններ ուղարկել այստեղ, այլ այդ տեղում, այսինքն այդ գիտեք sleeper cells, այդպես է կոչվում, քնած բջիջները արթնացնելու, որտեղ բազմաթիվ մարդիկ են մտել Միացյալ Նահանգներ, որոնց մասին այդքան էլ լավ կարծես թե տեղեկացված չեն կամ միգուցե տեղեկացված ունեն մենք տեղյակ չենք, կարող են ակտիվանալ ցանկացած բայի։ Ամեն դեպքում շարունակենք կամ կարող է տարբեր տեղերից լինի, Մեքսիկոից կարող է լինի կամ Կանադայի որոշ մասի։ Գիտեք, արդյոք եթե մեկը ուզում է վատ բան անի, կարող է անի։ Մենք 25 տարի առաջ տեսանք, որ համարյա 6-7 հոգ անձնավորություններ ինչպես կարողացան 3 հատ օդանավ, 4 հատ օդանավ զանազան տեղեր խփել տան։ Այո։ Միշտ պետք է պատրաստ լինենք, որ այդպիսի անակնկալ, ահաբեկչական կամ հարված կարող է լինի։ Եվ արդյոք կկարողանան շատ դրոններ հասցնել, չեմ կարծում այդ առիթը տրվի, բայց վախը այն է, որ չես իմանում, եթե 1 հատ, 2 հատ արձագանք լինի, որտեղ հարվածը կլինի եւ դրա համար պետք է ամեն մարդ որոշ չափի զգուշ լինի։ Այո։ Պարոն Նազարյան, ես գիտեմ, որ դուք Շուշիից եք արմատներով, բայց ապրել եք նաեւ Իրանում եւ որպես իրանահայ ձեր կարծիքն եմ ուզում հարցնել, ինչ եք մտածում այս պատերազմի մասին։ Շատ ցավալի է, որովհետեւ Պարսկաստանում հայ համայնքը շատ լավ էր անում։ Այսինքն ասեմ մինչև 70-ական թվականները այս կառավարությունը, որ ուժի եկավ 79-ին, 80-ին, բավականին երկիրը վերացած, դժբախտաբար, եւ այդ ժամանակ էր, որ շատ հայերը
թողան երկրից դուրս գնացին կամաց-կամաց։ Մենք էլ 81 թվականին դուրս եկանք, արդեն կռիվը սկսել էր եւ եղբայրս 16 տարեկան էր այն ժամանակ եւ մայրս պետք է իրեն երկրից շուտ դուրս հաներ, որ կռվի չերթար եւ այդ պատճառով գնաց Կիպրոս Մելքոնյան վարժարանը, հետո եկավ ինձ երկրից դուրս հանավ, ես 8 տարեկան եմ այն ժամանակ։ Երբ որ նայում ես, տեսնում ես ինչ ցավալի վիճակ է, որովհետեւ այդ 50 տարվա մեջ ընթացքին համարյա 47 տարվա ընթացքին Պարսկաստանը, որ այսքան առաջադեմ երկիր է եղել, համեմատվում էր ինչպես Switzerland եւ զանազան տարբեր երկիրներ, այդ Middle East, միջերկրական եզերքի շրջանում։ Մերձավոր Արևելքի Շվեյցարիան էր այն ժամանակ։ Այո, եւ այդքան դեպի առաջադեմություն էր փորձում ենթարկվել եւ երթար, եւ հիմա երբ որ տեսնում ես որ դերանք է հասել եւ այս վերջի համարյա նորից 50 տարվա ընթացքին 10 տարվա կռիվ է ունեցել Իրաքի հետ։ Զանազան uprising-ներ է ունեցել։ Ամեն համարյա 3-4 տարի մեկ հատ շատ խիստ uprising է եղել եւ շատ violent ձևով սսկվել է ամեն ինչ։ Շարունակաբար էսիկը լինում է եւ ամեն անգամ որ լինում է տեսնում եք ավելի ձայները ուժեղանում են, բարձրանում են եւ մահերը շատանում են։ Եթե այս թիվերը վերջի մեկ ամիսվա ճիշտ են, որ համարյա 30-ից 50,000 մարդ է մահացել, սպանվել, խայտարակ այս քննադատումներ են, որ ի պարսկական կառավարությունը ի հանդեպ իրեն ժողովրդին անում է։ Շատ ցավալի է այդ տեսնելը, բայց երկրորդ հերթին երբ որ տեսնում ես այդ ձևի խիստ բնավորություն կա կառավարությունից հանդեպ իրենց ազգը, իրենց ժողովուրդը եւ շնչել չեն թողնում, մեր գործը անելը ճիշտ չի որ ռմբակոծենք։ Մենք շատ սխալ, ինչպես Ամերիկա, շատ սխալ քայլ վերցրանք, չպետք է ռմբակոծենք երկիրը, պետք է փորձենք շահագրավենք ազգը, պետք է շահագրավենք ժողովուրդը, որ շարունակաբար փորձեն ճիշտ ձևերով իրենց երկրի ռեժիմը փոխեն, ոչ թե ռմբակոծենք, որովհետև հիմա ժողովուրդը երկու հարվածի մեջտեղն է մնացել։ Մեկ կողմից ուրիշ երկիրները ռմբակոծում են, մյուս կողմից իրենց ղեկավարներն են իրենց խեղդում։ Եվ շատ դժվար վիճակ է ստեղծում։ Ելքը ինչպես եք տեսնում։ Հիմա ինչ սպասել։ Հիմա տեսնում եք, որ շատ զանազան երկրներից ճնշում է դրվում Թրամփի վրա, որ կանգնացնի այս իրեն մոտեցումը, որտեվ Պարսկաստանի հետ կռվելը խելոք քայլ չի։ Մենք արդեն տեսանք Աֆղանստանի հետ ինչ վնաս էր Ամերիկային եւ ինչ վտանգավորություն է առաջացել ապագայի համար։ Մենք 20 տարի գնացինք Աֆղանստան, չմոռանանք, Աֆղանստանը նույն երկիրն էր, որ մենք դրամ ենք տալի իրենց 60-ներում, 70-ներում, զենք ենք տալի, զինում ենք իրենց, որ կոմունիստների դեմ Ռուսաստանի Սովետ Ունիոնի դեմ կռվեր։ Այդ ձևով Սովետ Ունիոնին թույլատրանք մենք, որտեղ 10 տարի կռվի մեջ մտան եւ չկարողացան ոչ մի բան անեն Աֆղանստանի հետ։ Մենք սովորել ենք անցյալից, որ Աֆղանստանը երբեք չի ենթարկվել որևէ մեկին, Alexander the Great-ն էլ չկարողացավ ենթարկի Աֆղանստանին, չէ՞։ Ինչու մենք այդ կռվի մեջ մտանք եւ 20 տարի շարունակեցինք։ Կարծում եք, որ Միացյալ Նահանգները դուրս գա պատերազմից։ Պետք է դուրս գա։ Պետք է դուրս գա։ Հիմա գանք մեր համայնքին եւ մեր հեռուստադիտողները շատ լավ գիտեն, որ մոտավորապես 2 ամիս կլինի արդեն կամ 1.5 ամիս առաջ ազգությամբ թուրք պաշտոնյա դոկտոր Օզը, ով մեդիկալ եւ մեդիկեր ծառայությունների ղեկավարն է Միացյալ Նահանգների, այսպես ասած խարդախությունների դեմ պայքարի շրջանակներում օգտագործեց իր այդ ուրեմն դիրքը իր մեծ եղբայր Էրդողանին եւ նաեւ Ալիևին ծառայություն մատուցելու, թիրախավորեց հայկական բիզնեսները եւ գիտեմ, որ դուք էլ բավականին մեծ, այսպես ասենք, արշավ արեցիք դրա դեմ, այցելեցիք վայր, կարող եք ասել ինչ քայլեր ձեռնարկվեցին քաղաքապետարանի կողմից եւ ընդհանրապես ինչ իրավիճակ է այսօր։ Մի քանի քայլեր։ Արդյոք դոկտոր Օզին հնարավոր է բերել զղջման, այսինքն
ներողություն խնդրի հայ համայնքից, հատկապես բիզնեսներից, թե ոչ։ Գիտեմ, որ նաև հայ դատի գրասենյակն է առանձին աշխատանք տանում, բայց իշխանությունների կողմից ինչ է արվում։ Ես երբեք չեմ սպասում ինքը ներողություն ասի, ինքը ներողություն բառը չի հասկանում եւ չեմ կարծում ենթարկվելու այդ դրան։ Ինքը տակ տեղից է այս ձայները հանում, եւ Trump-ի administration-ը իմանում է ինչ են անում։ Շատ ուրիշ զանազան մարտիկներ էին կարող այն հայկական համայնքը եւ այս շրջանի մեջ եւ ասեն, որ fraud է կատարվում, բայց շատ հետաքրքիր է, որ ինքը Ազը, Մեհմեդ Ազը եկավ եւ այդ խոսքերը ասաց։ Այստեղ շատ զանազան տարբեր միտքեր են փորձում ամեն մարդ առաջացնել առանց ասելով ինչ են փորձում առաջացնել, ինչ վախ են փորձում ներշնչեն համայնքների մեջ։ Չմոռանանք էլ նույն ժամանակ, որ Թրամփը իրեն դիրքը հասնելուց հետո հայերը միայն նոր խումբերից են, որ ինքը հարձակվում է։ Դրանից առաջ հարավային ամերիկյան, զանազան, Սոմալի, զանազան խումբերի վրա հարձակվում է տարբեր պատճառներով։ Մենք ամենանոր խումբն ենք, որ ինքը հարձակվում է։ Եվ այս ենթադրում եմ կշարունակվի, որտեվ իրեն մտածելակերպը այն է, որ վախ առաջացնի զանազան համայնքների մեջ։ Երբ որ վախ ես դնում, մենք հայերս էսիկը շատ լավ իմանում ենք։ Զանազան երկրներից, որ փախուստ ենք տվել, իմանում ենք, որ իշխողությունը վախով շատ լավ կարողանում է իշխել։ Նույն բանն էլ ինքն է հիմա ստեղ անում։ Ինքը նկատի ունեքում Թրամփի։ Թրամփը եւ իրեն administration-ը։ Տեսեք, ղեկավարը Քենեդին է, որ շատ լավ հարաբերություններ ունի, կարծես թե հայ համայնքի հետ, չէ՞, Ռոբերտ Քենեդին։ Կարող է Ռոբերտ Քենեդին գար, եւ ինքը ասել, որ դժբախտաբար ստեղ fraud է լինում, բայց ինքը չարավ, փոխարեն Մեհմեդ Ազին ուղարկան, որ այդ անի։ Եվ հիմա այդ Եվ ասում եմ, որ այդ մի կեղտոտ ճարպիկություն կա այդ քայլը վերցնելու մեջ։ Իմանում են իրանք, administration-ը իմանում է ինչ անում, երբ որ Մեհմեդ Ազի նման մեկը ուղարկում է, որ ինքը ասի հայերը fraud են կատարում։ Այո, եւ Մեդոզնը շատ լավ օգտագործեց պահը, եթե այդ երկու խանութների անուններն եմ ուզում, Տիգրանակերտ, այո։ Եվ Կիլիկիա։ Այո։ Այդ մեսիջը ստեզում էր ուղղված Թրամփին թե Էրդողանին։ Գիտեք, այս մեսիջ է, այդ կադրը։ Այդ վիճակի մեջ զանազան հաշիվներ են փորձում փակեն այդտեղ։ Այսինքն Օզը օգտագործեց իր կարգավիճակը իր այսպես ասած եղբայր Էրդողանին կամ չգիտեմ իր ղեկավար միգուցե։ Բայց եթե կարելի է շարունակեմ, ասեմ, նայեք, սխալ բանը որ լինում է, կարևոր է որ ինչպես ղեկավարություն ցույց տանք, որ քայլեր ենք վերցնելու, որ դիմադրենք։ Քայլեր ենք վերցնելու, որ ապահով զգացնել տանք մեր համայնքին, քայլեր ենք վերցնելու, որ վստահանանք, որ յուրաքանչյուր անհատի տնտեսական խնդիրը չի ազդվում այս քայլերի պատճառով։ Եվ այդ 3 քայլերը վերցրել ենք։ Եվ կամաց ամենի հանդեպ աշխատում ենք։ Ես քաղաքապետ Մեր Բասին իրարու հետ քայլեցինք եւ գնացինք եւ արևտրական խանութները, այդ նույն խանութները, որ Ազը գնացել էր, մենք էլ գնացինք եւ իրեն գնումներ արինք եւ թուր արինք, բարևներ ասեցինք, խոսեցինք, որտեղ ուզում ենք մարդկանց ցույց տալ, որ ղեկավարությունը ձեզ հետ է։ Լոս Անջելեսի ղեկավարությունը ձեզ հետ է, տեսնում է եւ հասկանում է, որ ինչ որ արվեց ճիշտ չի։ Այո։ Ես որքան հասկանում եմ, այդ նույն խանութները դատի են տվել կառավարության, այդպես է թե ոչ։ Նաև Կալիֆոռնիայի նահանգապետն է քայլեր ձեռնարկել, դատական հայց ներկայացրել, իսկ Լոս Անջելեսի իշխանությունների կողմից ինչ քայլեր են արվել։ So California-ն ինքը Governor Newsom-ը սկսել է այդ քայլերը, Los Angeles-ը ինչքան որ ես տեղեկանում եմ, մենք չենք կարող ուղղակի federal government-ին այս խնդիրի վրա լասուտ առաջացնել, բայց ինչ ենք կարող անենք, այն է որ նահանգին ենք կարող միանալ իրեն լասուտի մեջ։ So ավելի փորձում ենք այդ մանրամասնությունները ճշտել եւ իմանալ ինչ քայլեր ենք վերցնում, բայց բացի այդ իմ գրասենյակը միշտ պատրաստ է որ որևէ մեկը որ
զգում է, որ իրենց բիզնեսը խանգարվել է, զանգենք եւ տեսնենք ինչ ձևերով ենք կարող օգտակար լինել։ Պարոն Ազարյան, պարզ է, որ այդ բիզնեսները, որոնք ցուցադրվեցին, կապ չունեն ուրեմն մեդիկալ, այսինքն բժշկական ծառայությունների, առողջապահական ծառայությունների հետ կապ չունեն, որտեղ որ իրենք փորձում էին խարդախությունների դեպքեր փնտրել։ Իսկ այդ ոլորտի բիզնեսներից ահազանգներ, հեռախոսազանգեր կամ չգիտեմ, ունեցել եք թե ոչ։ Միգուցե նրանց մոտ էլ, այսինքն խնդիրներ կան։ Չմոռանանք, շատ անգամ երբ որ այդպիսի քայլեր է լինում, շատ անգամ եւ ես գուցե որոշ չափի հայ բնավորությունա, որոշ չափի ինչպես immigrant համայնք վախենում ենք, չենք ուզում տեսնված լինենք, բայց այս ամեն խնդիրները վախ է առաջացնում եւ շատ մարդիկ չեն ուզում խոսեն, չեն ուզում մասնակցեն, չեն ուզում հեռախոս անել։ Դրա համար կարևոր է, որ մենք այդտեղ երթանք եւ ինչքան կարող ենք մենք խոսակցությունը բացենք, որ ամեն մարդ ավելի հանգիստ զգա, իմանա, որ կառավարությունը տեղ է օգնելու, ոչ թե դատապարտելու, ոչ թե վնաս հասցնելու։ Այդ ամենակարևոր մեսեջն էր, որ ուզում էինք ղրկենք եւ ուզում էի ասել մի ժամանակ էլ, որ ձեր հայախոսը այդտեղ է եւ լսում է, հանգիստ մոտեցեք։ Ես արդեն ինքս խոսացել եմ քանի հատ բիզնեսների հետ եւ տեսնեմ ինչ ձևերով եմ կարող օգտակար լինեմ եւ այդ գիծի խոսակցության գիծի լայներն եմ ուզում բացեմ, լայնացնեմ, որ անպայման մարդիկ հանգիստ կապը, հետադարձ կապը, այո։ Կապերը պետք է բացելեն, որ մարդիկ միշտ հանգիստ ելնեն։ Հիմա օրինակ եթե ինչ որ մեկը ուզում է ձեզ դիմել, ինչպես կարող է դիմել հեռախոսով։ Մեր հեռախոսը, մեր գրասենյակի հեռախոսը 818 755 7676 կամ էլ կարող են social media-ի միջոցով @cd2 Los Angeles որևէ ձև որ հարմար է կարող են մոտիկանան եւ մեծ ուրախությունով կարող ենք օգտակար լինենք։ Շատ լավ, բայց ուզում եմ ընդհանուր խոսենք, գիտեք, մենք իհարկե քաղաքականացրեցինք, որտեվ ի սկզբանե օզ-ը քաղաքականացրեց այդ խնդիրը։ Բայց իրականում խարդախության դեպքեր իհարկե կան եւ ոչ ոք չի հերքում դրա մաս, նույնիսկ Կալիֆոռնիայի իշխանություններն էլ են մարդկանց ձերբակալել, չէ՞, եթե չեմ սխալվում, հենց այդ այսպես կոչված ֆրոդի համար, խարդախությունների համար։ Բայց ուզում եի հարցնել, հայկական բիզնեսներից այդ ֆրոդները այդքան շատ են Կալիֆոռնիայի եւ ընդհանրապես national average, ոնց որ ասում են, հայերը այդքան տենց աչքի ընկնող չափերի խարդախություններ են արել, որ հայերին են թիրախավորում, թե իրականում այդքան էլ մեծ չէ այդ թիվը։ Եվ ընդհանրապես ինչ ծավալների է հասնում իրական խարդախությունները, ոչ թե քաղաքական։ Նայեք, երբ որ փոքր համայնք ես, հեշտ է որ մեղադրվես, չէ՞, այդ ճիշտությունն է, եւ մենք զանազան տեղերում այդ տեսել ենք։ Վերջի 100 տարվա ընթացքին էլ տեսել ենք։ So խարդախություն կա, այո, կա։ Հայ համայնքը մասնակցում է այդ խարդախության, դժբախտաբար այո, կան, բայց ամեն համայնք է այդ խարդախության մասնակցում։ Այո։ Եթե հիմա ուզում ես percent-ների մեջ մտնես, որ հայ համայնքը այսքան փոքր է, բայց այսքան ավելի բարձր տոկոսով խարդախություն է անում, այդ խնդիրները, գիտեք, ամենի մասին էլ կարող եք ասել։ Այդ թիվերը կարող են շատ հեշտությամբ ամենին տարածվել, այո։ Չմոռանանք Կալիֆոռնիան արդեն շատ քայլեր է վերցնում, որ միշտ փոյձի խարդախությունը քիչացնի, քիչ թիվ եւ դատապարտի խարդախներին։ So այդ գործերը անընդհատ եւ շարունակաբար առաջանում են։ COVID-ի ժամանակից լսացինք ինչքան խարդախություն կար։ Շատ մարդիկ, որ այդ խարդախությունները կատարել են, հիմա արդեն դատապարտվում են, վերջի 2-3 տարիների ընթացքին դատապարտվում են։ Եվ պետք է ամեն մարդ հիշի, այստեղի կանոնի տեսակերպը, մոտեցումը այն է, որ մարդիկ երբ որ խարդախություն են անում, պատահած անգամ շուտ չեն ձերբակալվում։ Կառավարությունը թոնում է, որ մի քանի ժամանակ անցնի։ Եթե մարդիկ սխալ գործ արել են, կբռնվեն։ Եվ գուցե 1 տարի լինի, գուցե 5 տարի լինի, գուցե 10 տարի, բայց կբռնվեն։ Եվ վերջը պետք է այդ ամեն խարդախության համար հետ վճարեն։
երբ որ իմանում ես, որ կառավարությունը այդ կամած ձևով է գործում, իմանում ես, որ result-ը ստանալու է եւ justice-ը նորից լինելու է։ Գուցե երկար տևի, բայց կլինի։ So այդ ամենը ասելով խարդախություն միշտ եղել է, միշտ էլ կշարունակի լինելը եւ ամեն համայնքի մեջ կա։ Պետք չկա ասել հայերն են։ Մենակ հայերն են եւ խոսած ձևը, երբ որ ասում ես հայ-ռուս մաֆիա, այսինքն ուզում ես հայերին այդ լույսի մեջ դնես, որ միայն մաֆիոսո ենք, միայն վտանգ ենք բերում առաջացնում կամ խանգարում կամ գողանում։ Մեզի միայն ինչպես գող է փորձում ցույց տալ եւ այդ սխալ է։ Մենք հայերս երբ որ Ամերիկա եկանք, շինարարության մեջ ենք եղել, ամեն ձևով այս երկիրը, այս նահանգը, քաղաքները ճոխացրել ենք։ Եվ շատ սխալ բան է, որ մեքանի հոգու սխալ գործի համար ընդհանուր համայնքը իմիջն է ախտոտվում, այո, կեղտոտվում։ Եվ խոսեցիք, որ ճիշտ է մի քիչ սպասում է պետությունը, բայց բռնում են դա բյուրոկրատական երևի պատճառներով է, որովհետև այս համակարգը այն համակարգի հետ է աշխատում։ Հիմա ասում են, որ ավելի investigation-ի, որովհետև շատ անգամ իրավունք են տալի, որ ինքը քեզի վիզովը կախելու ես, չէ, քեզի ավելի թոք տամ, որ կարողանաս անես։ Գիտեք, investigation-ը կարող է շատ երկար տևի։ Հետաքննությունը կարող է շատ երկար տևի, բայց երբ որ լինում է ամեն ինչը իմանում են, ամեն ինչը կարգադրել են։ Հիմա ասում են, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների շնորհիվ ավելի արագ է այդ ամեն ինչը լինում, այսինքն շատ մանավանդ այդ տեսախցիկներ եւ այլն լսողական գաղտնի, այսինքն ամեն ինչ գիտի պետությունը, այնպես չի, որ այդպես ինչպես ասում են խելքով կամ մի բառ կա ռուսերեն հնչում շուստրությամբ կարող ես այս պետությանը խաբել։ Ինչպես հասկացնենք այն մարդկանց, որոնք ձեր ասած մի քանի հոգին, որ ամբողջ այսինքն մեր համայնքի իմիջը փոխելու համար չգնան այդպիսի քայլերով, իմանալով, որ մի օր բռնվելու են։ Միշտ պետք է հիշենք, որ ամեն տեղ կամերաներ կան, հիմակվա կամերաները արդեն շատ ավելի ուժեղ են, facial recognition։ Այո, հենց դա նկատվում է, ոչ միայն կամերա, այլ նաև ճանաչողական սարք է։ Այո, եւ ինչքան որ այս ինչ որ անցյալում չունեինք եւ ավելի դժվար էր մինչեւ այդ result-ը, մինչեւ այդ դատապարտությունը լիներ, հիմա այդ ամենը կարճանալու է եւ միշտ պետք է իմանանք, որ ինչ որ ասվում է, լսվում է եւ ինչ որ արվում է, մեկտեղում ըմբռնվում է, տեսնվում է։ Այդ շատ կարեւոր է, որ միշտ է տենց մտածել եւ մոտենալ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ազարյան, հետաքրքիր զրույցի համար եւ ձեր ժամանակի համար հաջողություն եմ ձեզ մաղթում։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ առաջիկայում ելի կհանդիպենք։ Շնորհակալ եմ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանն էր։ Միակ հայ խորհրդի միակ հայ անդամ Ադրին Նազարյանն էր, կհանդիպենք։